Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին պաշտոնական այցով ժամանել է Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկել երկկողմ գործակցության առանցքային ուղղությունները։ Իտալիան Ադրբեջանի կարևորագույն առևտրային գործընկերն է, հատկապես նավթագազային ոլորտում, հայտարարել է Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով իտալական շուկան Ադրբեջանի համար առաջնային նշանակություն ունի։ Ալիևի խոսքով 2025 թվականին Ադրբեջանն արտահանել է 25 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, որից մոտ 10 միլիարդը բաժին է ընկել Իտալիային։ Քննարկվում են այս ծավալի ավելացման միջոցառումները։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Իտալիայի հետ համագործակցության մյուս կարևոր ուղղությունը ռազմատեխնիկականն է։ Այսօր քննարկեցինք նաև այդ հարցը։ Կոնկրետ գաղափարներ ունենք համատեղ նախագծերի իրականացման, համատեղ արտադրության կազմակերպման, իտալական տեխնոլոգիաներն ադրբեջանական ֆինանսական միջոցների հետ միավորելու վերաբերյալ, ասել է Ալիևը։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանում ներկայումս գործում է շուրջ 130 իտալական ընկերություն։ Մելոնին էլ վստահություն է հայտնել, որ Իտալիայի եւ Ադրբեջանի միջև բարեկամական կապերը կշարունակեն զարգանալ։ Նրա խոսքով բանակցությունների ընթացքում հաստատվել է համագործակցության հետագա ընդլայնման հանձնառությունը։ Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանն ամրապնդի իր դերը որպես Եվրոպայի եւ Ասիայի միջև հիմնարար հանգույց, հավելել է Իտալիայի վարչապետը։ Ադրբեջանում գտնվող Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը հայտարարել է, որ պետք է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների առաջընթացին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նկատվում է առևտրի եւ փոխգործակցության այլ ոլորտների վերականգնում, միևնույն ժամանակ ուժեղանում է համագործակցությունը երկու երկրների գործադիր իշխանությունների մակարդակով։ Նշել է պաշտոնյան, հավելելով, որ այժմ ընդլայնվում է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև փոխգործակցությունը։ Արաբական Միացյալ Էմիրությունների հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են Իրանից արձակված 3 հրթիռ, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Ֆուջեյրա Էմիրության իշխանությունները հայտնել են, որ տարածաշրջանի նավթային օբյեկտներից մեկում հրդեհ է բռնկվել իրանական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։ Իրանի պետական հեռուստաընկերությունը սակայն հայտարարել է, որ Իրանը չի հարձակվել Արաբական Միացյալ Էմիրությունների վրա։ Իսլամական Հանրապետության բանակը մայիսի 4-ի երեկոյան հայտարարել է, որ հրթիռներ եւ անօդաչու սարքեր կարձակի որպես նախազգուշացում ամերիկյան ռազմանավերին, որոնք փորձել են մտնել Հորմուզի նեղուց։ Նախորդին Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ ազատության նախագիծ առաքելության շրջանակում ուղեկցելու է Հորմուզի նեղուցում մնացած նավերին։ Իրանից պատասխանել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն նեղուցում կդիտարկվի որպես հրադադարի ռեժիմի խախտում։ Ազատության նախագիծը փակուղու նախագիծ է, ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ըստ նրա, Հորմուզի իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ քաղաքական ճգնաժամի ռազմական լուծում գոյություն չունի։ Նա ԱՄՆ-ին եւ Միացյալ Էմիրություններին կոչ է արել զգուշանալ ճահճի մեջ ընկնելուց։ Հորմուզի նեղուցը փաստացի փակ է փետրվարի վերջից։ Խաղաղ ժամանակ նեղուցով անցնում է համաշխարհային նավթի եւ հեղուկացված բնական գազի մատակարարման մոտ 1/5-ը։ Սկզբում նեղուցով նավարկությունը գրեթե դադարել էր, քանի որ Իրանը սպառնում էր հարվածել թշնամական երկրների նավերին։ Ավելի ուշ դրան ավելացել է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը, որի շրջանակում ամերիկյան ուժերը իրենց հերթին թույլ չեն տալիս նավերին մուտք գործել իրանական նավահանգիստներ։ Հորմուզի նեղուցով ազատ նավարկությունը Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև խաղաղ բանակցությունների հիմնական կետերից մեկն է, որոնք ներկայումս փակուղի են մտել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2 օրով հրադադար է հայտարարել Ուկրաինայում մայիսի 8-ին եւ 9-ին, հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Հույս ունենք, որ ուկրաինական կողմը կհետևի այս օրինակին, ընդգծել է ռուսական ռազմական գերատեսչությունը։ Միևնույն ժամանակ նախարարությունը հավելել է, որ եթե Ուկրաինան փորձի խոչընդոտել հաղթանակի օրվա տոնակատարությունը, ռուսական զորքերը կհասցնեն պատասխան զանգվածային հրթիռային հարված Կիևի կենտրոնին, ինչից մինչև այժմ զերծ են մնացել։ Զգուշացնում ենք Կիևի քաղաքացիական բնակչությանը եւ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին անհրաժեշտության դեպքում ժամանակին լքել քաղաքը, նշված է հայտարարության մեջ։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտոնապես չի տեղեկացրել Ուկրաինային հրադադարի մասին եւ չի առաջարկել միանալ դրան։ Նա հավելել է, որ կարճաժամկետ հրադադարը համարում է անիմաստ։ Կրակի դադարեցումը 1 օրով, իսկ մինչ այդ մեր մարդկանց սպանելը մեղմ ասած ազնիվ չէ, ասել է Ուկրաինայի նախագահը։ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հրադադարը հաղթանակի օրվա առիթով հնարավոր էր համարել ապրիլի վերջին Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում։ Ուկրաինան առայժմ չի համաձայնել հրադադարին։ Կրեմլը հայտարարել է, որ Կիևի համաձայնությունը պարտադիր չէ, քանի որ դա Պուտինի որոշումն է եւ այն իրականացվի։ Վաշինգտոնի կենտրոնում զինված անձը սկսել է վիճաբանել իրավապահ մարմինների հետ, հնչել են կրակոցներ։ Մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել է գաղտնի ծառայությունը։ Կրակոցները տեղի են ունեցել 15-րդ փողոցի եւ Անկախության պողոտայի խաչմերուկում, Սպիտակ տնից ոչ հեռու եւ մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրի Վաշինգտոնի հուշարձանի կողքին։ Գերատեսչության տվյալով միջադեպը տեղի է ունեցել կրակոցներ արձակած անձի եւ գաղտնի ծառայության աշխատակիցների միջև ծագած վեճի արդյունքում։ Կրակոցները տեղի են ունեցել նախագահական նստավայրի հարավային մուտքից մոտավորապես 500 մետր հեռու
ինչի հետևանքով Սպիտակ տան տարածքն անհապաղ փակվել է։ Ապրիլի 25-ին Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ կրակոցներ են հնչել։ Ավելի ուշ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է հրաձիգի ձերբակալությունը, որը նույնականացվել է որպես Կալիֆոռնիայի 31-ամյա բնակիչ Քոուլ Թոմաս Ալեն։ Դավիթ Մուրադյան, լուրեր։